Ռոբոտիկ վիրահատությունները արդեն իրականություն են նաև մեր երկրում։ Ռոբոտը վիրաբույժի կողքին է միկրոճշգրիտ շարժումներով։ Այնինչ տարիներ առաջ թվում էր ապագայի տեխնոլոգիա, այսօր գործիք է բժշկի ձեռքին, որը օգնում է բարդ միջամտությունները կատարել նվազ-ինվազիվ եղանակով։ Մենք արդեն երկրորդ արմատական շագանակագեղձի հեռացումն ենք կատարում, աստղիկ բուժկենտրոնում, ռոբոտիկ տարբերակով։ Պացիենտի մոտ շագանակագեղձի քաղցկ եղավ, վաղ փուլում հայտնաբերված, որը մեզ թույլ է տալիս արմատական հիվանդին ազատել ուռուցքային պրոցեսից։ Գործիքները այնպիսին են այս վիրահատության ժամանակ կիրառվող, որ դժվար հասանելի տեղերում մենք կարողանում ենք աշխատել, չվնասելով հարակից օրգանները, անոթները եւ խուսափելով բարդություններից։ Ռոբոտային վիրահատությունները ավելի քիչ տրավմատիկ են, բուժառուն ապաքինվում է կարճ ժամկետում։ Բժշկական թիմը առողջապահության նախարարին է ներկայացնում նորարար միջամտության առավելությունները։ Տեխնոլոգիական զարգացումը առողջապահության ոլորտում ժամ-ժամի է տեղի ունենում եւ մենք ուրախ ենք, որ Հայաստանը ըստ էության որևէ կերպ հետ չի մնում այս նոր տեխնոլոգիական լուծումները այստեղ կիրառելու առումով։ Հիմա էլ ընթանում է վիրահատություն ռոբոտի օգնությամբ, մասնագիտական մեծ թիմի միջոցով եւ մենք ուրախ ենք, որ մեր բժիշկ մասնագետները առաջիկայում նաեւ սովորական լապարասկոպիկ արդեն դարձած վիրահատությունների հետ միաժամանակ հնարավորություն են ունենում իրականացնելու նաեւ ռոբոտային վիրաբուժության շատ կարեւոր միջամտությունները։ Ռոբոտիկ վիրահատությունը միկրոճշգրտության շնորհիվ հնարավորություն է տալիս խուսափելու բարդություններից, որոնք կարող են առաջանալ լապարասկոպիկ կամ բաց վիրահատություններից հետո։ Ռոբոտը ինքը մի հատ գործիք է բժշկի ձեռքում, ցիֆրավոյ միջնորդ վիրաբույժի գլխի ու հիվանդի օրգանիզմի հետ։ Ռոբոտիկ վիրաբուժությունը արդեն համարյա 20-25 տարի էլ կա աշխարհում, մենք ունեինք ինչ-որ ժամանակ, եթե չլիներ, կարող էր լինել մեր զարգացման համար նաև ստրատեգիական հետմնացում ունենայինք։ Անցած ամռանը մենք Մադրիդում համահայկական կոնգրեսի, բժշկական կոնգրեսի շրջանակներում պանելային քննարկում ունեինք այս հարցով, որ ռոբոտիկ վիրաբուժության իմպլեմենտացիան Հայաստանում եւ այսինքն կես տարի հետո մենք արդեն այսօր ունենք արդեն ռոբոտիկ վիրաբուժության հնարավորություն Հայաստանում։ Սա բենեֆիտ է ոչ միայն հիվանդների, այլ եւ բժիշկների համար, քանի որ այդ պրեցիզիոն տեխնիկայից բացի կա այդ թիմի ավելի հանգիստ աշխատելու հնարավորություն։ Սարքը թույլ է տալիս վիրասրահում մեկտեղել բժշկի փորձն ու տեխնոլոգիական ճշգրտությունը ի նպաստ բուժառուի։ Երկրորդ բուժհաստատությունն է մեր երկրում, որ համալրվել է գերժամանակակից վիրաբուժական ռոբոտով։ Լապարասկոպի ժամանակ գործիքները աշխատում են մեկ առանցքով։ Այս պարագայում աշխատում են 3 առանցքներով, այնպես ինչպես մարդու ձեռքը, մարդու դաստակը եւ ավելի ճկուն, քան մարդու դաստակը։ Սա կարելի է կիրառել վիրաբուժության ցանկացած ոլորտում, կրծքային վիրաբուժությունում, ընդհանուր վիրաբուժությունում, որտեղ հնարավոր է գործիքներով վիրահատել, ուրեմն նա իր կիրառությունը ունի։ Ժամանակակից տեխնոլոգիան արդյունավետ կիրառելու համար բժիշկները անցել են վերապատրաստումներ, որոնք լինելու են շարունակական։ Նարեկ Ոսկանյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։